191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Դա հիմա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին, որը Հայաստանում խիստ հակասական կարծիքներ առաջացրեց, բացահայտ ցնծությունից, հիացմունքից, մինչև խիստ քննադատություն, անգամ խուճապ, փորձենք հասկանալ, թե իրականում ինչու է այդպես։ Նախ իմ կարծիքով դա այնքան էլ Հայաստանի մասին չէր, բնականաբար, եւ դա առանձնապես չի խոսում Հայաստանի միջազգային հեղինակության կամ դերի բարձրացման մասին, ինչպես իշխանություններն են քարոզում։ Ինչու Հայաստանի մասին չէր, հասկանալի է, այնտեղ երբ օրինակ որևէ գագաթնաժողով կամ կոնֆերանս է կազմակերպում, ասենք որևէ հյուրանոցում, բնականաբար այնտեղ թեման այդ հյուրանոցը չի լինում։ Իհարկե մասնակիցները գովում են, փառաբանում են, ասում են շատ լավ հյուրանոցերի հրաշալի պայմաններ էին ստեղծել, չգիտեմ, խոհանոցը համեղ էր, ապրեն կազմակերպիչները եւ այլն, բայց խոսակցության հիմնական թեման բնականաբար դա չի լինում։ Մեր դեպքում էլ այդպես եղավ, իհարկե ասեցին շատ լավ էր, գոհ ենք, շնորհակալ ենք, ապրեք դուք, կարևորեցին, այսպես ինչպես սովորաբար արվում է, բայց ընդհանուր առմամբ քննարկման թեմաները մոտավորապես այնպիսին էին, ինչպիսին կլինեին, եթե այդ գագաթնաժողովը տեղի ունենալ ոչ թե Երևանում, այլ եվրոպական ցանկացած այլ մայրաքաղաքում։ Հիմա ինչու դա Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման վկայություն չէ։ Դա ավելի շատ վկայություն է այն մասին, որ Եվրոպայի համար ոչ թե Հայաստանի հեղինակությունն է բարձրանում, այլ կարևորվում է մեր տարածաշրջանի դերը։ Շեշտում եմ, ոչ թե Հայաստանի, այլ մեր տարածաշրջանի Հարավային Կովկասի դերն է բարձրանում Եվրամիության համար։ Սա դրա ապացույցն է։ Ընդ որում բարձրանում է ոչ միայն Եվրամիության համար, այլև Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանի համար, Չինաստանի համար, Իրանի համար։ Դա շատ լավ կլիներ, եթե խոսվեր այն մասին, որ այլ մեր տարածաշրջանում այդ ուժային բևեռների շահերը համադրվում են։ Բայց մեր դեպքում դրանք ոչ թե համադրվում են, այլ հակադրվում են, իսկ դա նշանակում է, որ շատ վատ է, որ մեր տարածաշրջանի դերը մեծանում է, կարևորությունը մեծանում է, եւ առավել եւս վատ է, որ դրա այդ քայլը արտահայտությունը տեղի ունենում Երևանյան գագաթնաժողովում։ Ինչևէ, հիմա այնուամենայնիվ Հայաստանի մասին էլ ինչ որ բաներ կարևոր այնտեղ տեղի ունեցան, հիմա խոսենք այդպես, թե լավ, կոնկրետ մեր դեպքում մեզ վերաբերող ինչ կարևոր իրադարձություններ այդտեղ տեղի ունեցան։ Դե նախ եւ առաջ Հայաստանը իհարկե դրանք որպես եվրոպական լիդերներ եկել էին Հայաստան եւ փառաբանում էին, գովում էին մեր մշակույթը, պատմությունը, կազմակերպչական եւ այլ, ամեն ինչը հասկանալի է, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես Ֆրանսիայի նախագահը, որովհետեւ նա նաեւ պետական այցով էր Հայաստանում։ Եվ ինչ տեղի ունեցավ, ինչ է տեղի ունենում, ինչ տեղի ունեցավ իմիջիայլոց այդ սիրալիրությունները, չգիտեմ, այդպես սովորաբար վարվում են բոլոր խոշոր տերությունները, երբ որ ձեռք են բերում նոր ազդեցության գոտի կամ նոր գաղութ կամ նոր, չգիտեմ, հովանավորյալ երկիր, այդ ամեն ինչը, այդ սիրալիրությունները, այդ զբոսանքները, երեխա գրկել, դրանք ամեն ինչ ստանդարտ պատմություններ են, միանգամայն հասկանալի, ուզում են ցույց տալ, որ այ տեսեք, մենք ինչ լավն ենք, մենք ինչքան ենք ձեզ սիրում, կարևորում, Հայաստանի իշխանությունները այդպես էլ պահում էին իրենց, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը իրեն պահում էր այնպես, ինչպես կվարվեր որևէ նոր գաղութի նահանգապետ, նոր գաղութատիրոջ հետ կամ նոր հովանավորի լավ գաղութ չասենք, այնք այդպես էլ ասում էր, չէ, այն պահին, երբ մեզ թվում էր 2022 թվականին, որ մեր կողքին այլևս ոչ ոք կանգնած չէ, Մակրոնը սեղմեց, ես չգիտեմ, սեղմեցի նրա ձեռքը, զգացի նրա, մի խոսքով, իրեն այդպես էլ պահում էր։ Եվ այս իրավիճակը կարծես թե հասկանալի է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եվրոպական համայնքը, Եվրամիությունը, մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասը չի համարում Եվրոպայի մաս։ Նրանք համարում են մեր տարածաշրջանը իրենց հետաքրքրությունների կամ շահերի գոտի։ Եվ եթե ուզում են օգտագործել
մեր տարածաշրջանը հանուն իրենց շահերի, բնականաբար պիտի այդպես անեն, պիտի սիրաշահեն այդ հայտնի ժեստերով, պիտի օգտագործեն տեղի բնակչության աբորիգենների այդ դրական ակնկալիքները, նույնիսկ ինչ-որ բաներ խոստանան, օրինակ Եվրամիության անդամակցելու հեռանկար չեն շատ անորոշ, կամ ավելի կոնկրետ օրինակ վիզաների ազատականացման հեռանկար, մի խոսքով այդ կոնֆետը պիտի լինի, առանց դրա չի լինելու, և նրանք ովքեր ուզում են հասկանալ, թե որքան իրական կարող է լինել այս խոստումները, չգիտեմ, ամեն մեկը թող իր հետաքրքրությունների ոլորտում փորձի պարզել, օրինակ պատմաբանները թող հիշեն, ասենք, թե ինչպես 1820 թվականից հետո, Թուրքմենչայի պայմանագրից հետո ռուս ցար Նիկոլայ առաջինը այցելեց Հայաստան, էլի նույն կերպ նույնպիսի շքեղ ընդունելություն և այլ, ահա եկել են նոր տերը, ինչպես մի քանի տարի հետո հայկական մարզը լուծարվեց, կամ ասենք, թե ինչպես Կիլիկյան Հայաստանը, որը ֆրանսիական մանդատի տակ էր, ինչպես Ֆրանսիան 1922 թվականի սկզբին հրաժարվեց այդ մանդատից, որտեղ Թուրքիայի հետ պայմանագրեր ստորագրեց և այնտեղ ինչ-որ կոնցեսիաներում մասնաբաժիններ ստացավ, հրաժարվեց այդ մանդատից, արդյունքում Կիլիկյան Հայաստանը հայաթափվեց։ Նրանք ովքեր ժամանակակից պատմությամբ են հետաքրքրվում, ժամանակակից իրադարձություններով, թող հիշեն, թե ինչպես օրինակ 44-օրյա պատերազմից հետո Արցախում հայերը Սպասիբա Ռասիի մեծ դրությամբ դիմավորում էին ռուս խաղաղապահներին և ինչ տեղի ունեցավ դրանից կարճ ժամանակ անց։ Կամ չգիտեմ ովքեր այս ամեն ինչին ուզում են նայեն գրականության տեսանկյունից կարող են կարդալ, օրինակ Մուրացյանի հասարակած որդեգիրը պատմվածքը, թե ինչ է տեղի ունենում, երբ բոլորը այդպես ճաշկերիթի սեղանի շուրջ խոստումներ են տալիս, հետո հաջորդ օրը թողնում գնում են, մի խոսքով։ Ինչևէ, ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին վերաբերող հատվածին, ապա որքան էլ տարօրինակ է, այդ առումով ամենակարևորը Իլհամ Ալիևի ելույթն էր։ Տեսեք, նա ուղղակի տեսակապով միացավ, հայտարարեց, որ ընդհանրապես Եվրամիությունը կամ լավ եվրոպական համայնքը սաբոտաժի է ենթարկում խաղաղության գործընթացը, իրենք ոչ թե էթնիկ զտում են, այլ պայքարել են անջատողականության դեմ, հայերն էլ ռազմական հանցագործներ են։ Հիմա ինչպես է պատահում, որ Ադրբեջանի նման փոքր երկիրը Եվրամիության դեմ այդ լեզվով է խոսում, Եվրամիության հետ այդ լեզվով է խոսում։ Այն Եվրամիության հետ, որը մոտ կես միլիարդ բնակչություն ունի մոտ 19 տրիլիոն հնա, 19 տրիլիոն դոլար։ Եվ ահա Ադրբեջանի նման փոքր երկիրը այդ տոնով է խոսում Եվրամիության հետ։ Կա երկու պատճառ։ Առաջինը, Ալիևը շատ լավ հասկանում է, որ իրականում այդ քաղցր մեղցր խոսքերը, այդ կենացանման ելույթները շատ լավ են, բայց իրական քաղաքականությունը այդպիսի հարթակներում և այդպիսի խոսքերով չի որոշվում։ Եվրամիության իրական քաղաքականությունը որոշվում է, չգիտեմ, էներգակիրներով կամ նավթային բորսաներով։ Եվ այդտեղ ինքը որոշակի լծակներ ունի։ Սա առաջին և երկրորդը, այնտեղ հասկանում են, որ եթե Եվրամիությունը կամ հավաքական արևմուտքը էական չի, եթե հարավային Կովկասում ինչ որ ծրագրեր ունի, շահեր ունեն, իսկ ունեն, դա ակնհայտ է, նրանք չեն կարող այդ շահերին հասնել առանց Ադրբեջանի համաձայնության։ Կապ չունի Հայաստանը ինչ կասի, ինչ չի ասի։ Եթե Ադրբեջանը համաձայն չլինի, չի ստացվելու դա։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այսպիսի խաղաթուղթ ունի, դրա համար էլ այդ տոնով է խոսում։ Մեզ հետ չի այդ տոնով խոսում, մեզ հետ վաղուց էր այդ տոնով խոսում։ Դա այդպես է խոսում հավաքական արևմուտքի հետ, և այնտեղից էլ առանձնապես ձայն ծպտում չեն հանում։ Դա ձևական ինչ-որ բան և վերջ։ Ինչու, որովհետև նրանք էլ գիտեն, որ այդ փաստարկները շատ ավելի զորավոր են, քան ասենք հայկական, չգիտեմ, եվրոպական ցկտումները, կոնֆետի հետևից վազելը և այլն, և այլն, և այլն։ Հիմա այդ գագաթնաժողովը ավարտվում է, բոլորը ցրվում են տներով, այսպես ասենք, և ինչպես յուրաքանչյուր խնջույքից հետո հաջորդ օրը տանտերը
Արտանում է, փորձում է հասկանալ, դե լավ, ամեն ինչ շատ լավ էր, գոհ գնացին հյուրերը, բայց տակը ինչ մնաց, տեսնենք, ինչ են ավերել, ինչ են թողել, մեր ունեցած դրականն է շատ, թե բացասականն է շատ, այնուամենայնիվ մի հատ հասկանանք էլ։ Եվ իշխանությունները իհարկե գոհ կլինեն, որովհետև հիմա այո, դա հիմա երևի հաշվում են, թե ով քանի լիդերի հետ սելֆի արեց, ով քանի լիդերի հետ կրկախառնվեց, ինչ լավ էր այդ ամեն ինչը, նայեք միջազգային մամուլի արձագանքը, 2 օրով Հայաստանը դարձել էր Եվրոպայի մայրաքաղաք եւ այլն, դա շատ հրաշալի, կարելի է օգտագործել նախընտրական նպատակներով, քարոզչական նպատակներով, այդ հաշվարկը, այո, նրանք դրանից երևի գոհ են։ Փաստն այն է, որ մենք հաջորդ օրը արթնանալու ենք եւ տեսնենք, որ իրականում, չգիտեմ, արդեն հայ-ռուսական, տնտեսական, լավ, չասենք հայ-ռուսական, տարապես, տնտեսական իրավիճակը բարդանում է Հայաստանի, Վայլդբերրիզի հետ կապված խնդիրներ, չգիտեմ, օզոնի հետ կապված խնդիրներ, ջերմուկ, կոնյակ, վաղը մյուսօր երևի միդ, բանջարեղեն եւ այլ եւ այլ։ Այսինքն իրականում գետնի վրա այս ամենը ունենալու է լուրջ հետևանքներ։ Սա իհարկե չի նշանակում, թե այդ պետք չէր, բա գիտեք, Զելենսկուն կամ չգիտեմ Մայա Սանդուին կամ չգիտեմ Տուսկին հրավիրել ռուսներին բարկացնել, չէ, այդ մասին չի խոսքը։ Խոսքը այդ մասին չի, սա Հայաստանի ընդհանուր քաղաքականության հերթական օղակն է եւ հերթական պես պետք չի ապոկալիպտիկ ինչ-որ սցենարներ դասեն, այ տեսեք ինչ են արել։ Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ գետնի վրա մենք ինչ ենք ունենալու։ Գետնի վրա ունենալու ենք դա, որ Հայաստանը տնտեսական, հետևաբար նաև սոցիալական բարդություններ է ունենալու առանց անվտանգային հարցում եւ այլ հարցերում որևէ հստակ փոխհատուցման, որովհետեւ տեսեք այդ գագաթնաժողովի ժամանակ որևէ հստակ բան Հայաստանին չասվեցել, եթե անգամ ասվեր էլ որևէ մեկը դրան չէր հավատալու եւ ես փորձեցի բացատրել թե ինչու գետնի վրա դա ենք ունենալու եւ այն հույսը, հա, որ գուցե այ վիզաները կազատականացնեն մի քանի տարի հետո ամեն ինչ լավ կլինի, հետո ինչ որ Հայաստանի տնտեսությունը, սոցիալական վիճակը կծանա, փոխարենը չգիտեմ հեշտությամբ կգնանք Եվրոպա 900 դրամանոց տոմսերով։ Իսկ գետնի վրա ստացվեց այնպես, որ Հայաստանի իշխանությունները կազմակերպեցին մի միջոցառում, որը իսկապես այո կարևոր էր եւ իսկապես մենք դրական արձագանքների արժանացանք եւ այլն, բայց դա ընդամենը հերթական բարոյական հաղթանակն է փաստացի քաղաքականության մեջ, առանց որևէ իրական դրական հեռանկարի, փոխարենը բավականին լուրջ ռիսկերով, որին դիմակայելու ռեսուրս, չգիտեմ, Հայաստանը ունի, թե չունի, իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրում, իրենք իրենց ընտրություններով են հետաքրքրված եւ իրենց կարծիքով այս ամեն ինչը դրական էր։ Իրենց համար դրական էր, պետության համար բացասական էր, բայց իրենց համար դա է կարևոր։ Իսկ բացասական հետևանքները, եթե լինեն, հույս ունեմ, որ այնուամենայնիվ դրանց դիմակայելու ռեսուրս մեր պետությունը դեռևս ունի կամ գուցե կունենա ընտրություններից հետո։ Այսօր այսքանը կհանդիպենք։